Այսինքն կոպես սաղոր ինտերնետում չի մարդը արդարադատության նախարարը։ Եթե դուք արդարադատության նախարարի որակական դրական հատկանիշը չափում եք Չէ, ինքը ինքն համար արտաքինով, մենակ չէ, ուղարկեք միս դիեզեր։ Ռոբ մարդիկ սզվել են։ Մարդիկ հոգնել են։ Քանի որ նախկինները բոլորի ձեռքրակն են ընկել, ուզում եմ այդ ռեպլիկով պարտել։ Սեց պաշտպաններ են, որ ինչ քաղաքականություն, ինչ падգամավոր, ինչ պետական պաշտոն։ Ես ուզում եմ լինել մամա, ու ես շատ ուրախ եմ իրականում, որ հենց մեր կարմիր գիծը դա եկեղեցին է։ Բարի օր բոլորին, մենք որոշեցինք, որ այն կարճ ֆորմատը, որ Instagram-ի հարթակում ունենում էինք, չէր բավարարում ոչ Ռոբին, ոչ էլ մեր հետևորդներին, որովհետև անդադ Ռոբը ասում էր պիտի երկար տարբերակ ունենանք ու այսօր որոշեցինք առաջի հաղորդումը ունենալ, որը կգնա Instagram-ում անոնսի կարգավիճակով եւ YouTube-ում ամբողջական։ Գոհ ես։ Գոհ են երևի իմ հետևորդները, որտեղ իրոք անկեղծ ինձ հաճախ գնում, մարդկանց ոնց տպավորություններ, որ մենք ուղղակի դնում ենք դրանք անոնս, այն ինչ որ հրապարակում ենք։ Ու իրանք սպասում են երկար բովանդակալից քննարկման։ Հիմա Ես քեզ ասեմ պատճառիչներ, ես մտածում եմ, եթե Instagram-ում մի րոպեանոց 2-3 րոպեանոց վիդեոներ ես դնում, նստելու ես 1-2-3 տարի, իսկ եթե YouTube-ում 40 րոպեանոց, նստելու ես 40 տարի, զուտ ես մտածում եմ իմ կողմ նստելու մասին։ Կարանք ոչ ման չանենք, տենց ուղղակի մի վարքյանանոց տաղանդ վիդեոներ նկարենք, բադ երկերի տակ, ու ասնենք արը։ Ռոբ, ես կուզեի այսօր մենք խոսեինք օրինակ ինչ-որ ընդհանուր թեմայից, որը անհանգստացնում է մեր հանրությանը, բայց ցավոք սրտի եկեղեցու դեմ կատարվողը թույլ չի տալիս խոսել ուրիշ թեմաներից։ Ինձ համենայն դեպս թույլ չի տալիս։ Ես Հովանավանքում կատարվող կեղծ պատարագի գիշերը, այսինքն դեռ չէր եղել կիրակին, շաբաթ օրը, տվայի տանկների մեջ է, ես տեղս չէի գտնում։ Ես մտածում էի ոնց կարա իմ ազգը գնա կարկալուց եղած ինչ որ Ստեփան, ճիշտ եմ ասում անունը, Ստեփանի մոտ հաղորդություն ստանալու, պատարագի մասնակցելու ու օքեյ լինելու այդ ամեն ինչի հետ։ Տեղս չէի գտնում, սենց զգում էի, որ չեմ տեղավորվում, հասկանում ես, ու այդ նույն զգացողությունը ունեցել եմ Արցախի հանձնման օրերին, բաներ կա, որոնց մեջ տեղավորվում ենք ինչ-որ կերպ, որտեվ գիտենք, որ սրանք էլ սահման, այդ դնոն ծեծել են, հələ մի բան էլ ներքև են անցել, բայց Արցախի հանձնման դեպքում եւ եկեղեցու վրա հարձակման դեպքերում այդ երկու դեպքն է, երբ որ սենց մի տեսակ թթվածինը չէր հերիքում։ Բայց ազնիվ լինենք առավոտյան այդ կադրերը տեսնելուց ես սենց այն որ չեմ ուզում ասել ուրախացա, որտեղ շատ սխալ բան կլինի, ինչ կա ուրախանալու այդ կեղծ պատմում։ Ուղղակի մի տեսակ ավելի հանգստացա տեսնելով, որ այնտեղ չկար ժողովուրդ, այնտեղ չկար մեր ազգը ու այնտեղ չկային հասարակ մարդիկ, հասարակ մահկանացուներ, հավատավոր ժողովուրդ։ Իսկ ինձ համար դա էր կարևոր։ Այն որ գնալու էր ինքը ու իր այդ այն որ չուր աղանդ են ձևավորել, հենց ինքը քայլում է իր հետևից բոլորը, այդ պարզ էր ու ոչ մեկ չէր մտածում որ իդեպ ասեմ քեզ մի հատ դու ինձ ասա քանի հոգի կա քո կարծիքով ընդհանուր իր շրջապատում վարչական ռեսուրս ըստ քեզ թվականակ մոտավոր մարդիկ ովքեր որ կուրորեն կգնան քաղաքական աղանդի ղեկավարի հետևից դրանք շատ ավելի քիչ են քան 5000-ը բայց եթե մենք խոսում ենք ընդհանուրի մասին շատ հենց դրա մասին եմ ուզում խոսենք Ռոբ դու իմ այդ կոպիտ ասացավ կավիճկղ ուրախությունը ինչու էր կայանում որովհետև ես հասկացա որ փաստորեն ինքը նույնիսկ այն մարդկանց որոնք որ իր կողքն են իր ձեռքից են սնվում այն որ մեկ-մեկ որ գրում են լափամանի զրկվածները հիմիկվա լափամանի չզրկվածները կամ հիմիկվա ներկաները իրանք չկային իրա կողքին իսկապես տենց էր ու քիչ այ իրանք չկային մի հատ էլ ամենակարևորը չկար հավատավոր ժողովուրդ ու ես կարծում եմ դու ինձ ուղի եթե սխալ եմ մեր այն հիմիկվա այդ լավ բան ժամանակակից լեզվով ասած red flag-ներ այսինքն հայը ունի կարմիր գիծ ու կարմիր գիծը իր եկեղեցին է Համաձայն եմ քո հետ, որ կարմիր գիծը եկեղեցին է եւ Հովանավանքի այդ աղանդավորական ծեսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ եկեղեցու դեմ պայքարում այս մարդիկ անզոր են, որովհետեւ եթե քեզ եկեղեցում կարգալույց եղած քահանայի
կատարած աղանդավորական ծեսին ուղեկցում է կին նախարարը, ով հայտնում է, որ ինքը ամեն կիրակի գնում է պատարագի, բայց այդպես էլ երևի նա որևէ մեկը չի հուշել, որ կինը եկեղեցի է մտնում գլխաշորով։ Երբ քեզ ուղեկցում է կին նախարարը, ում ամուսինը ըստ լուրերի հանդիսանում է կոնկրետ աղանդի հոգևոր հովիվ, հոգևորը ճակերտների մեջ։ Այնտեղ իրան ուղեկցում էր Ալամ Աշխարհի աստղաբան Լյուս Հակոբյանը, որ մի օր արտանում ասում է Ադրբեջանը անցավ ջրի տակ, մի օր ասում է վարչապետը հրաժարական է տալու, մի օր ուտում է համապատասխան տեղերը վարչապետի, ու այդ տեսակի մարդիկ էին այնտեղ, գիտենք, այն հայտնի ինչ որ մերումանուկ թաղող, չգիտեմ ինչ բառով վերանն է, եւ մի աշխարհ քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ պետական պահպանության ծառայության աշխատակիցներ, իդեպ պետական վերահսկողական ծառայությունից էլ մարդ կար, այնտեղ անձամբ սովորական վարչական աշխատող, ով ներկա էր այդտեղ, ինձ թույլ տվեց այդ փաստը ենթադրելու, որ իր հետ կանգնած 4-5 հոգին եւս ըստ էության վարչական ռեսուրսներին, որոնք բերվել էին, բայց քանի որ դրանից հետո ազգընտիր վարչապետը հայտարարել է, որ այս կիրակի էլ է մասնակցելու Հովանավանքում պատարագի, այդ նշանակում է, որ իր ենթականների կազմակերպած մարդաքանակից դժգոհ է մնացել, որովհետև ենթադրվում էր, որ երևի ավելի շատ աչքեր ուտողներ պիտի լինեն, ուրիշ բան ուտողներ պիտի լինեն, մարդիկ անգամ չէին հասկացել ինչի են եկել այդտեղ մարդիկ ճակերտավոր, գոռում էին Նիկոլ վարչապետ այդ միտինգային տրամաբանություններ։ Նիստեր էլի։ Իրանց նիստներ ինչ որ տան։ Վան հանդիպում։ Ոյ ներողություն։ Վան հանդիպում սխալ տեղ։ Ռոբ, բայց ասա որ ազնիվ էլի լինենք։ Շատ գողացնող էր այդ ամեն ինչը, էլի եմ ասում նորից ճակերտների մեջ, այսինքն չի կարա ոչ մի կերպ օքեյ լինի, կարգալույց եղած հոգևորականի պատարակ մատուցելը, դա նորմալ չի, այսինքն էշի, որ իմ համար դա նորմալ է, ու ես ուրախ եմ, որ այդպես քիչ մարդ է, չէ, դա աննորմալ է, դա ընդունենք որպես, հա, իգիտություն, որ դա աննորմալ է, բայց լավ էր, որ փաստորեն հավատավոր մարդիկ, նայ, ես մի քիչ ավելի խորն եմ նայում, ես անընդհատ տեսնում եմ սոցիալական ցանցերում, հարթակներում մեր ազգին փնովանք, անընդհատ տեսնում եմ, որ մարդիկ անընդհատ խոսում են, ուզում են իջացնեն մեր ազգը, իրար աշկից գցեն, որ տես, որ ինքը գնացել է ընտրել, այս ինչին ինքը վատն է, այս ինչականներ բաժանում են անում, հասկանում ես, ասենց կիսել են մարդկանց, դու ես ինչական, դու ես ինչական, չէ, ժողովուրդ, մենք այն 2020 թվականի պատերազմի օրերին նույն հայ ազգն ենք, այն հայ ազգը, որ իր տան մատրասը մտածում էր, որ ոչինչ երեխես մի քիչ ավելի կոպիտ դիվանին կքնի օրինակ, հա, բայց այդ մատրասը տանեմ, որ այդ օրը արցախցու երեխան падվալում ուղակի կարդոնների վրա չքնի, ես տանեմ մատրասը տամ, մենք այդ նույն ազգն ենք, չի կարա ազգը 5 տարվա մեջ փոխվի, բայց կարան սոցհարթակներում մեզ ուզենան անընդհատ ուրիշ բան ցույց տան։ Այդ օրը ապացույցն էր, որ մենք ունենք մեր կարմիր գծերը, ու չի կարա ուղակի այդ կարմիր գծերը վերանա։ Ու ես շատ ուրախ եմ իրականում, որ հենց մեր կարմիր գիծը դա եկեղեցին է, ինչի, որովհետև մենք մի հաղորդման ընթացքում էլի խոսել ենք դրա մասին, կարճերի, հա, այդ ընթացքում, որ եկեղեցին դա մեր հիմքն է, դա մեր ինքնության, մեր արժեքների ձևավորման ֆունդամենտն է, եւ երբ որ դու ուզում ես քո շենքը կառուցել առանց ֆունդամենտ, այսինքն հիմքդ քանդում ես, ուզում ես օդում, չի լինում, Ժորժ ջան, չի լինում երկրորդ հարկից չեն կառուցում շենք։ Երկրորդ հարկից պետությունը չի կառուցվելու։ Եթե քո հիմքը քո պետության հիմքը անգամ ոչ պետության հիմքը, որովհետև մենք շատ ժամանակ եղելա որ չենք ունեցել պետություն, բայց ունեցել ենք այդ եկեղեցին։ Եվ եթե այդ քրիստոնեությունը, եկեղեցին եւ այդ ամեն ինչը մենք փորձում ենք քանդել ու նորից երկրորդ հարկից ինչ որ բան կառուցել, դա անհնար է։ Ու շատ լավ է, նորից եմ կրկնում, որ այն ինչ որ մենք տեսանք, այդ էր, վերջ։ Ու ես շատ օրինակ նեղված էի, որ այն հանրահայտ հաշվող տղան, անունը չեմ հիշում, Դանիելը չի հաշվել Իոնիսյան, ճիշտ եմ ասում, Դանիել Իոնիսյանը չի հաշվել, թե քանի մարդ է այդտեղ եղել, ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոնց որ միտինգներին կամ հանրահավաքներին են հաշվում, շատ ուրախ կլինեի իմանալ, քանի մարդ է, չնայած ասում են, որ այդտեղ այն դրոնի նկարը որ կա, որը որ ես տեղադրել էի մեջում, ասում են այդտեղից ինչ որ հաշվարկ եղել է 500-ից 700, կարծեմ 700 թե 800 մարդու, ինձ դա շատ գոհացնում է, նաև
Հիշում ես ինչ էր ասել Ստեփան Ասատրյան, հա, կարգալույց եղած քահանան։ Հիշում ես ինչ թիվ էր ասել։ 10,000։ Քո կարծիքով ինքը այդ թիվը հենց այնց էր ասել։ Իրանից էր հորինը։ Օրինակ ես վստահ եմ, որ Իրանից չէր։ Ես վստահ եմ, որ իրեն վստահեցրել են, որ դու գնա լինելու այսքան մարդ քո կողքին։ Ես իմ մոտ տենց կարծիք է, որտեղ ինքը այդ օրը, երբ որ գոռում էր, ասենց ինչ որ գողական սենց բաներով ձեռքի շարժումներով, լսում եք, սենցա նենցա որ նայում էիր, ասում էիր, այն որ լուրջ, այս քահանան նոր եկեղեցուց դուրս եկավ, սենց ձեռքի շարժումը այդ ու իր ոճը խոսալու այդ ինչ որ հայաթի քուչի ինչ որ բազարանողի ձեռքի շարժում կաթողիկոսը երեխա ունի ես չգիտեմ կաթողիկոսը երեխա ունի թե չէ որ ճիշտն ասեմ ինձ դա անձնապես որպես Անայիս Սարդարյան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետաքրքիր չի որտեվ ես ոչ մեկի անկողին չեմ պատրաստում մտնել քրքրել եւ տեսնել եթե ունի Աստծո առաջ ինքը իր կուսակրոնության ուխտը եւ իր գործած մեղքի ապաշխարությունը թող լինի այդ ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասեմ որ իմ սիրտը հանգիստ լինի որ ես դա արտաբերել եմ ու ասել եմ բայց եթե ունի կաթողիկոսը զավակ դա ոչ մի քրեական հետապնդման ենթակա առարկա չի Ճիշտ եմ ասում որպես իրավաբան ասա։ Եթե ունի կաթողիկոսը զավակ, դրա պատճառով Արցախ չի հանձնվել։ Եթե ունի կաթողիկոսը զավակ, դրա պատճառով 5000 երեխա չի գնացել պատերազմ եւ հետ չի եկել։ Եթե ունի կաթողիկոսը զավակ, դրա պատճառով մեր այսօր հայրենիքից կտոր-կտորներ չի տրվում։ Ես ուզում եմ մենք դա հասկանանք։ Ու ոչ թե մեր խոսացածը լինի ի պաշտպանություն ինչ որ անձի, այլ լինի որ մի հատ ինչ ենք կորցրել ու ինչի հետևից ենք ընկնում։ Որ ազնիվ լինի մեր խոսքը։ Նախ ես ինքս այդ փորձը արել եմ, այդ լուսանկարը տեղադրել եմ ChatGPT-ում, ինքը հաշվել է 550-ից 770 մարդ։ Եթե արձագանքեմ Ստեփանի հնչեցած 10,000 թվին, անգամ արտաբերած նախադասության կառուցվածքը ակնհայտ քաղաքական գործ չի, հանրային ելույթ է հիշեցնում եւ բնական է որ Ստեփանին վստահեցրել են, որ այդ 10,000 ժողովուրդը գալու է եւ հենց դա էր փաստը, որ իր աղանդավորական ծեսից հետո նա այդպես էլ սենյակից դուրս չեկավ ու որևէ լրագրողի հետ չհամաձայնվեց խոսել, որտեղ ինքը իրենով հասկացավ, որ այդ ամեն ինչը ֆեյլ էր ընդհանրապես անգամ այն որ ինքը հայտարարեց որ Ալիևը որ գա ես էլի կբացատրեմ որ ծափահարել տվեց իր քաղաքական հորը Կադիրովն է Ալիևն էլ իր սրտի հյուրն է երևի իր սրտի վարչապետը այլևս Նիկոլ Փաշինյանն է եւ դա բոլորը գիտեն ու Ստեփանի այդ վարքագիծը ինչա ցույց տալիս որ Եթե իսկապես քաղաքական իշխանությունը, որի էլի եմ կրկնում, որևէ իրավական հիմքը չունի, որոշել է մաքրել եկեղեցին պետք է մաքրվի Ստեփանի պես մարդկանցից, ովքեր այս բառն եմ ուզում օգտագործեմ, այս բառը տատս էր միշտ շեշտադրում, լոթի պահվածքը, եթե մարդը իրականում ունի այդ պահվածքը, ինքը չի կարող սքեմ հակնելով դա քողարկի, եւ Ստեփանի պես մարդիկ այո, դի վռնդվեն, դի վտարվեն եկեղեցուց նույն ցավոք սրտի ես այսօր կարդացի որ Ստեփանին աջակցած Տեր Տարոնը հարգանքով եմ վերաբերում դեռ որովհետև նա կարգալույց եղած չի վերջինս հարցը դեռ կարգապահական հանձնաժողովի նիստում չի քննվում բայց կարծում եմ որ Տարոնի Տեր Տարոնի պես հոգևորականները եւս պիտի ուղղակի եկեղեցու հոգևոր հովիվների, քահանաների, հոգևոր ծառայողների շարքերը լքեն, եթե չեն հասկանում գիտակցաբար, դա պետք է լինի պարտադրանքով կոնդակ, կաթողիկոսի եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության, այո, նախ մենք շատ սխալ ենք հասկանում, ինչ ասել է կուսակրոնության ուխտ։ Այդ ուխտը կուսակրոնության հոգևորականը ցանկացած լինի ինքը սրբազան, լինի սովորական կուսակրոն քահանա, թե լինի վեհապար, ինքը այդ կուսակրոնության ուխտը տալիս է շատ կոպիտ ժողովրդական որ արտահայտվեմ իր խղճի առաջ։ Իր խղճի առաջ ինքը այդ ուխտը խախտում է, թե չի խախտում, որևէ հետևանք անգամ եկեղեցական կանոններով
կարա չառաջացնի, որտեվ եթե օրինակ եպիսկոպոսատ ժողովը որոշում է, որ մարդը կուսակրոնության ուխտ արել, բայց այդ ուխտը խախտել է, այնուամենայնիվ եկեղեցական կանոններին մնա հավատարիմ եւ այլն, այս մարդը կարա որևէ ձևով կարգալույս չլինի, ֆետիշացնել այս բառն եմ օգտագործում, թող ինձ ների ասած, ֆետիշացնել կուսակրոնության փաստը եւ դա դիտարկել որպես իմպերատիվ կանոն, այդ կանոնը խախտվել է, ուրեմն պիտի սա լինի, պիտի նա լինի, դա առնվազն նշանակում է, որ մարդ ով անդադար վերցնում այն ռոլիկներում կամ ազգային ժողովի ամբիոնում կանոնագիր քայոց այդ մարդը չի կարդում այդ։ Չէ, գիտես, ես նաև ուզում եմ մենք ֆիքսենք, որ այն մարդիկ, ովքեր խոսում են այդ կուսակրոնության ուխտի խախտման մասին, նախ իրավունքը դրա չունեն, որովհետև իրանք եկեղեցականներ չեն ու ոչ մեկը կներես էլի, ոչ մեկ իրավունք չունի գա իմ տուն ու իմ տանը որոշին չկատարվում։ Դա առանձին տուն է։ Այդ տանը իրենք են որոշողները։ Ոնց որ ձեր կառավարությունում ամբողջ օր խոսում եք ինգեր շարասյուն, չգիտեմ, ինքնիշխանություն, այս ինչը չի կարող մեր երկրում որոշի, այնտեղ էլ սահմանադրությամբ ճիշտ եմ ասում, միգուցե ես ինչ-որ մի բան չգիտեմ, բայց սահմանադրությամբ ֆիքսված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Եթե ֆիքսված է, խնդրում եմ, հետո ախր այնքան են սահմանադրական կարգ ու օրենք տապալել, որ արդեն դարձել է սովորական։ Ու ինձ թվում է այդ սովորական դառնալը եղավ ժամանակվանից, երբ որ դատարանների ես քեզ ասել եմ, ես 2018 թվական ես գիտես որ չեմ ստում երբեք, չեմ սիրում, ես ազնվություն եմ սիրում, ես 2000 ինչը որ դու չես սիրում ես թեման, բայց ես ուզում եմ դրա մասին խոսել։ Ես 2018 թվականին հեղափոխության 5-րդ, 6-րդ օրներ չեմ հիշում, այն որ շատ մարդ կար դրսում, նոր էր մոնթեն ծնվել, մի քանի ամսական էր, ես սենց ուրախությամբ նայում էի թե ժողովուրդը վիդեոների մեջ ամենայն անկեղծությամբ ասում եմ քարկոծեն ինձ դրա համար, ասեն վատն Անայիսը սխալ ընտրություն արել եւ այլն, ասում եմ։ Ժողովրդի ուրախության վրա ես ինքս դուրս եկել այդ օրը փողոց, այդ մի օրն ա եղել։ Մոնթեին վերցրել էի, այդ կալյասկայով, հիշում եմ անգամ ճանապարհները փակեր չէին թողում իջնենք, մի տղա մեզ իջացրեց մեքենա, մի խոսքով։ Ինչի եմ այսքանը ասում։ Երբ որ մենք իջանք ներքև, հետո եկանք տուն, ավելի ուշ երեկոյան այն հայտարարվեց այն արտահայտությունը, այդ Թրաշով անձի կողմից, որ կամ ես կլինեմ այս երկրում վարչապետ, կամ վարչապետ չի ունենա, սենց պտտվեցի մամայիս նայեցի, ասեցի, չէ մամ, մի բան են չի։ Իսկ ինչի տենց ասեցի, որտեվ հասկացա, որ ստեղ այդ փոփոխության, ռեժիմի փոփոխության, դրա հարցը չէր, ստեղ աթոռակռվի, ոչ թե հեղափոխության, այլ իշխանափոխության հարցեր։ Ինձ համար նախկինները ունեցել են բազում օրինախախտություններ, բազում իմ աչքի առաջ ես մտածում եմ, որ լիքը տեղերում, այն որ ասեմ ավելին, այն որ 21 թվականի ընտրություններին իրանք ստացել են այդքան շատ ձայն, իմ համար էլի նախկինների մեղավորությունն է, բացատրեմ ինչու, որովհետև եթե մենք շատ լավ զբաղվեինք մեր քաղաքացիների կրթությամբ, մարդիկ կկրթվեին եւ կսկսեին ճանաչել լավը վատից, կսկսեին հասկանալ, որ Արցախը հանձնողը եւ այդքան պատերազմ պարտվողը, գոռացողը կասկա ու չգիտեմ ինչ տնից վեկալեկի չեք պատերազմ ու տանել երեխեքին այդ մսաղացի մեջ լցնողը չի կարա երկրորդ անգամ վերընտրվի, դա ես կարծում եմ էլի մեր մեղավորությունն է ու մեղավորությունն է նախկինների ամենայն անկեղծությամբ եմ դա ասում։ Կընդունեն, դա չեն ընդունի, կասեն վատ է ասում Անայիսը, ես խնդիր չունեմ, ոչ նախկինների հետ, ոչ նախկինների կողմից եմ կյանքում եղել, ոչ էլ ներկաների կողմից եմ։ Ես ապագայի կողմից եմ։ Ուզում եմ ապագայում մենք ունենանք այնպիսի իշխանավորներ, որոնք որ տարանջատեն առաջին հերթին եկեղեցի, սահմանադրական կարգ եւ այդ ամեն ինչը իրարից առանձին հասկանան ինչքան կարեւոր է մեր ազգի համար, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ այսօր մտնում են ու կոմենտ են գրում, որ բայց դեր կաթողիկոսը լավն է կամ ինչ-որ մի բան, իրենք չեն էլ իրականում գիտակցում, թե ինչ վատություն են անում իրանց ապագա սերունդների համար։ Ու ոչ թե կաթողիկոսին սրբացնելով եմ դա ասում, քավլիցի, ուղղակի բացատրում եմ նորից, որ եկեղեցին դա հիմքն է եղել մեր։ Դուք անձնավորված մի նայեք եկեղեցուն, դուք մի նայեք, որ եկեղեցին դա միայն ոչ։ Եթե ինձ հետաքրքիր օրինակ, եթե բոլոր քահանաներին անուն դնեն, օրինակ, այս ինչի վրա վիդեո ունենք, այն ինչի վրա բանով արհեստական բանականությամբ կսարքենք, կաթողիկոսը sense բոլորին հանեցին, ովքեր են լինելու քահանաները, ովքեր մկրտելու են մեր երեխաներին, ում մոտ մենք գնալու ենք ամուսնանալ, ովքեր ըստ քեզ։ Ինչ падգամավորներին են տանելու, թե այդ տղում որ մեր մոր ու մանուկ էր սպանում, չգիտեմ ինչ էր անում։ Իսկ կառավարության կադրային քաղաքականությունը համար պետք է որ բարձ դարձնի, որ չեմ բացառում,
Մեղայ Աստծո, որ հնարավոր է հենց այդ մարդիկ հոգևորականից քեմ հակնեն, Աստված չանի, դե ժողովուրդը իր ակտիվ գործողություններով պետքա ցույց տա, որ դեմ է այն ամեն ինչին, ինչը որ այս պահին իրականացվում է եկեղեցու դեմ։ Թեպետ եկեղեցին իր 1700-ամյա պատմության մեջ դիմակայել է Պավլիկյան շարժման, դիմակայել է բոլշևիկների եւ այլն, բայց կարողացել է կանգուն մնալ եւ պատահական չի, որ այդ նույն համանadrության մեջ, որ ասում ես եկեղեցին անջատապետությունից, այդտեղ մի հատ շատ կարեւոր տեղ կա, որ տող կա, որտեղ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը, բառացի եմ ասում, հայ ժողովրդի հոգևոր կյանքում հետևաբար դա պատմությունով եկած նախադասություն է, դա ուղղակի նախադասություն չի, որ այսօր դրված է համարության մեջ։ Ուզում եմ հետ գնամ, քանի որ նախկինները բոլորի ձեռը կրակն են ընկել, ուզում եմ այդ ռեպլիկով պարտադիր անպայման անդրադառնամ, պաշտպանելու հարց չի։ Իմ ու իրա բոլոր թեմաների, եթե դա նույնիսկ սուրճի, սեղանի շուրջ, մեր տանը իրենց դա կապ չունի որտեղ էլ լինի, ես մի բան եմ ասում նախկիներին, թևերը փռում է, սկսում է պաշտպանել։ Լսենք պաշտպանություն նախկիներին, խնդրեմ։ Երկրորդ խոսափող Ռոբերտ Այրապետյան։ Նախկինների ժամանակ իդեալական պետություն չենք ունեցել։ Բայց եթե ընդունենք, որ նախկինները հասցրել են X չափով վնաս պետությանը եւ ժողովրդին, եթե անգամ այդ վնասը բազմապատկվեր հազարով, համաձայն եմ։ Այդ վնասները վերականգնելի վնաս։ Լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Ու ընդհանրապես համեմատության մեջ դնել այս իշխանության կատարած վնասներից, որոնք անվերականգնելի են առնվազն առաջիկա 40-50 տարում, եթե ընդունենք, որ 2050-ին մենք պետք է լինենք, չգիտեմ, 50 միլիոններ ասում չեն ասում։ Արդեն մենք 50 ենք, դու չես տեսնում տղա, որովհետև կուրացած ես նախկինների արածներով։ Կուրացածը ես չեմ, կուրացածը քո սիրելի Սրբուի Գալյանն է, որ երբ մոտենում են կոնկրետ աղաղակող հանցագործության մասին հարց տալիս, մեր չեմ տեսել։ Այդ աղջկան 1000 անգամ ասել են բան մի ասա, ես հավանում եմ իսկապես իրան, ու ես շատ կուզենայի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, իրեն տեսնել ճշտի կողմում ամենայն անկեղծությամբ։ Տես ազնիվ ենք խոսում, թե ձև ենք անում։ Չէ, ազնիվ ենք խոսում, դրա համար արի թեման միանգամից կարճ ամփոփեմ։ Եթե հավանում եմ Սրբուի Գալյանին, ես կուզենայի իրապես կիրթ եւ արտաքին շատ գեղեցիկ տեսքով հավասարակշռված աղջիկը լիներ ճշտի կողմում։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Հիմա ուզում ես դա ընդունի լավ, ուզում ես դա ընդունի վատ։ Նա ես գիտես ոնց, ես չեմ ուզում։ Ես Սրբուի Գալյանի վիդեոների լրագրողների հետ խոսելուց հավասարակշիռ նորմալ ես դու։ Ես հավանում եմ դա։ Հավանում ես, նայ, հավանում ես, առաջարկում եմ, կամ վերցու տարդիր ձեր տունը, սերվանտի վրա։ Դնեմ մեր տունը։ Կամ եթե դուք արդարադատության նախարարի որակական դրական հատկանիշը չափում եք արտաքինով, մենակ չէ, ես ուղարկեք միս տիեզերք, բայց մի դրեք արդարադատության նախարարի պաշտոնում, որը ամբաղ անդադար կարող խոսել։ Համեմատ լիքը նախարարների ինքը շատ լավ, ամենայն լավ հիմա Սրբուի Գալյանի պաշտպանության երեկոն չեմ ուզում դառնա, բայց ես այդ խոսքերը 100 անգամ ասել եմ, հա։ Երեկոն չի, ամիս է հայտարարված կոմոդ Սրբուի Գալյանի։ Որտեղ անընդհատ խոսում է իր մասին, ասում եմ հավանում եմ։ Չի, դու հասկաս մարդը չգիտի Պերմյակովը, որ քրեակատարողական հիմնարկման պատիժ կրում։ Ես չգիտեմ։ Նորմալ է, որ դու չգիտես։ Դրա համար ես չեմ դառնա։ Հիմա Սրբուի Գալյանը չի կարող ընտրի ճշտի կողմը, որտեղ Սրբուի Գալյանի համար միակ ճշմարտությունը այս պայն Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դա քննարկման առարկա չի, հետևաբար էլ եմ ասում, կամ տար ձեր տունը բայ, եթե այդքան հավանում ես, կամ ուղարկեք թող։ Նա 2018 թվականին հեղափոխության օրերին, երբ որ ես մասնակցել եմ, նորից հետ գնանք այդ բանը։ Անընդհատ էտիխի ես ասում, ես բաժակը։ Որովհետև no, ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ լսում են այս ամեն ինչը ու մասնակից են եղել ու այսօր ամաչում են դրանից, այսինքն ամաչում են կանգնեն ուղղակի իրանք առաջ հայելու առաջ, ասեն սխալ եմ եղել։ Մի ամաչեք, ես օրինակ սխալ եմ եղել։ Եթե ինձ ինչ-որ մեկը երդվում եմ այդ օրերին գար կանգնելու ինձ ասել, որ մի օր դու պայքարելու ես քո երեխու Մոնթեի, այդ նույն Մոնթեին, որին գրկածը 5 ամսական իջացրել ես այդ հեղափոխության հրապարակ, դու այդ հրապարակ չեն գնացել, այդ քայլելու օրներ կոպիտ ասած, որ սենց դրսում բասկետբոլ էին երեխեք, իմ համար չգիտեմ, շատ հաճելի էր տեսան, ես ուզում էի փոփոխություն, որ մարդիկ ժպտան, ինձ թվում էր իսկապես փոփոխության ժամանակը սխալ եմ եղել, ժողովուրդ գիտակցում է, մարդիկ անսխալական չեն, անմեղք չեն, հասկանում ես, բոլորս մեղքեր եւ սխալներ գործում են, բայց ես ուզում եմ Ես այստեղ ինձ ավելի ուժեղ եմ համարում, քան այն մարդուն, որ ասում է, ես չեմ մասնակցել, ինձ չէ, ախպեր, մասնակցել եմ, դուրս եմ եկել, ուզեցել եմ փոփոխություն, ուզեցել եմ, որ լինի այդ փոփոխությունը, ու եթե այդ օրը ինձ մեկը գար կանգներ ու ասեր, որ այն Մոնթեին, որը ես գրկած իջացնում եմ ներքև,
իր արժեքի ու իր ինքնության համար, իր եկեղեցու համար մի օր ես մի օր պրոստը հանրահավաքի եմ դուրս գալու, մասնակցել եմ սրբազան պայքարին կամ ինչ որ գործս թողած ինչ որ ռիլեր եմ նկարելու, որ այս ամեն ինչը փոխվի, ու խոսքի ազատության համար ամեն օր ենթարկվելու ենք բոլորս քննադատության եւ բանտարկությունների կալանավորումների, ես քեզ երդվում եմ։ Ես այդ օրը, չգիտեմ, բոլորին հերթով ովքեր կային այդ հրապարակում, ինչքան էր 60, 100, 200,000 մարդուն կմոտենայի եւ ծնկաչոք կաղաչեի, որ իրանք այդտեղից գնան տուն։ Բայց ոչ մեկս չենք սպասել, որ այդպես է լինելու։ Ոչ մեկ չի սպասել, որ այդպիսի բան կարա տեղ ունենա, բայց այս մարդիկ անցել են իրենց բոլոր կարմիր գծերը։ Իմ համար, իմ կարմիր գիծը նորից գամ 20 թվականի պատերազմի օրերին, նոյեմբերի 5-6-ին, 6-ներ կարծեմ, հարազատ մարդիկ Արցախից ինձ ասեցին վատա շատ վիճակը, այն ռուս տղան գնում էր, Արծրունը գնում էր, ասում էր հաղթելու ենք, բանը ես հադրութում եմ, ոչ մի ադրբեջանցի չկա, հադրութը մերն է, բան իր համար ինձ թվում է միջև հադրութը մերն է։ Այդ օրերին ես գիտես ինչ վատ էի խոսում մարդկանց հետ, ովքեր ասում էին հադրութը մերը չի, արդեն հադրութը երդվում եմ, դու չես պատկերացնի, անգամ այն բարեկամների հետ, իմ արցախցի բարեկամների, ովքեր զինվորականներ էին ու զանգում էին, ասում են մի զանգեք ինձ, դուք պետականամետ չեք, դուք հայամետ չեք իմ համար, այդ այնց վատ բաներ եմ ասել մարդկանց, պատկերացնում ես, սխալվել եմ, ներողություն եմ հետո խնդրեի իրենցից, որովհետև ես տենց եմ հասկանում, ես հասկանում եմ, երբ որ քո պետությունը կանգնած է, դու պիտի իր մեջքին կանգնած քայլես, դու չպիտի անընդհատ փնովես, բայց այս մարդիկ իմ համար անցել են բոլոր կարմիր գծերը, գոռալով Արցախը Հայաստան է եւ վերջ սարքելով Արցախը ադրբեջանական, գոռալով որ հավաքեք ձեր, չգիտեմ, կասկաբանը իջեք կռվելու թասիբ չունեք, արա հետո տանելով այդ երեխեքին մսաղած, այդ գիծն են անցել իմ համար, հետո եռաբլուրում ծնողներին քարշ տալով անցել են այդ գիծը ինձ համար, հետո եկեղեցուս այդ ամենավերջի, ասում եմ, իմ եւ շատ վստահ եմ քրիստոնյա հայերի, հավատավոր հայերի համար, դա սրբություն է։ Եկեղեցին դա չես կարա դու քո եկեղեցին ծնողիդ, եկեղեցին, այդ բաները, որոնք չես կարա դու հասկանում ես, կասկածի տակ դնել։ Դու չես կարա ասել, լավ, իմ մաման, պապան կարողա վсё-таки լավը չեն։ Չէ, չես կարա տենց ասես։ Եկեղեցիս կարողա ճիշտ չի, չես կարա տենց ասես։ Ու նույնը իմ համար այն կատարվող իրադարձություն, դրա համար ես քեզ ուզում եմ ինչ ասեմ այս ամենը, ոչ թե ասում եմ որ դու պաշտպանում ես նախկին է, ուղղակի դու այդ ժամանակ միգուցե ինձանից ավելի կիրթ ես եղել, նորից եկան կրթությանը, ավելի կիրթ ես եղել, այդ ամեն ինչը ավելի ուրիշ տեսանկյունից ես տեսել, միգուցե չգիտեմ քաղաքականապես ծանոթ ես եղել այս թմին, օրինակ այն ինչ որ ես տեսնում եմ, մեկը նոր ստատուս էր գրել, ասում է ՔՊ-ի նախարարները հիմա դարձան 22 տարեկան, շնորհավորում եմ այս տարի, որոնք որ 18-ից դարձել են նախարար, որտեղ իրականում ինչ որ երեխեքի բերեցին, լցրեցին կառավարություն, ազգային ժողով, որոնք որ սկսեցին մեր աչքի առաջ մեծանալ ու այն օրենքները ընդունել, որոնք որ ընդունեցին ցավոք ոչ ի նպաստ մեր պետությանը ու մեր ազգին։ Նախ 18-ին տոտալ էյֆորիա էր եւ այդտեղ որևէ մեկին փորձել դարձի բերել դա ժամավաճառություն էր։ Ես ինքս կորցրել եմ շատ ընկերներ 18 թվականին միայն նրա համար, որ փորձել եմ իրանց փողոցներից տուն բերեմ, փորձել եմ բացատրեմ, որ այս ամեն ինչը արվում է այս նպատակով, այն նպատակով, անգամ ուղիղ եթերներից մեկի ժամանակ 2019 թվականին տաղավարում առավոտյան հաղորդում էր 19-ի հունվարն էր, ամենաեյֆորիկ ժամանակներ, ես ինքս ասել եմ դրա մասին, որ այս մարդը ձեզ էսա խոստանալու, արդյունքում պատմության մեջ մնալու է որպես Արցախ հանձնած։ Ես դրա համար էլի հալածվել եմ շատ բարեկամների կողմից, որոնք իհարկե 2020-ի պատերազմից հետո անառակ որդու վերադարձի մոտիվներով փորձում էին հետ գան, բայց գիտես իմ մոտ մի քիչ շատ վատ բնավորություն կա, եթե մարդը բարոյականության սահմանը անցնում է, շնորհակալություն, հաջողություն։ Ես Համենայն դեպս անկեղծ գիտեմ, որ եթե ես քեզ ճանաչեի 2018-ին ու մենք այսքան հարազատ մարդիկ լինենք, դու գիտես ես քեզ ոնց եմ ընդունում մեր ընտանիքում որպես մեր ընտանիքի անդամ, բայց երդվում եմ, եթե դու ինձ 2018-ին սկսեիր բացատրել, որ գիտես սխալ է, ես երևի չէի ընկալի։ Ես որպես այսքան լավ եմ ընդունում ու գիտեմ որ ես նույն հարազատության մարդկանց եմ փորձել բացատրել։ Ազգականներ եմ ունեցել, ովքեր ինձ սոցցանցերից ջնջել են, որտեվ որակել են ինձ թալանչի եւ այդտեղ։ Հիմա հասկացել են, բայց ինձ շատ քիչ հետաքրքրում իրանք հիմա հասկացել են, թե չեն հասկացել։ Ինձ ես մի քիչ այլ ձև եմ նայում հարցին, բայց
բանը պետք չէր որ հասներ 2020-ի պատերազմին, որ վառվեր այդ լույսը մարդկանց ուղեղներում, որովհետև ես մի անգամ եմ խոսացել ծավալուն հարցազրույց ունեմ Օվերտոնի պատուհանի մասին հոգեբանական հնարք, որը սկսվել է 2018-ից Արցախ ազատագրած Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով ավելին ասեմ, այնտեղ կային նյուանսներ, որոնք ոչ մեկ չէր նկատում։ Երբ սատանիստական ծես արեցին ապրիլյան քարորա պատերազմի տղերքի գերեզմաններին Եռաբլուրում, երբ ես այդպեսի բան չեմ հիշում ճիշտ ասած, բայց հիշացրա։ Այո, եղել է այդպես դեպք, հետո դա մամուլում տարածվեց, իսկ դա ընդամենը Օվերտոնի պատուհանի երկրորդ պատուհանն էր, որ մարդիկ հասկանան, որ դա այդ հերոսները, որ դուք ասում եք, այդքան էլ տեղ չի։ Թալանեցին Արմենակ Կուրֆանյանի եղբոր կամ հոր, լավ չեմ հիշում այս պահին, ավտոմեքենան Եռաբլուրում կանգնած, եւ այդ Օվերտոնի պատուհանը աստիճանաբար բացվեց, հասավ այն ամենին, ինչին պիտի հասներ։ Նույնը եկեղեցու հանդեպ էր սկսվել։ Կհիշես, թե չես հիշի, եթե հնարավորություն ունենք, ես լուսանկարը գտամ կտեղադրենք, հրապարակում այդ օրերին քայլում էր խաչը, մեծ խաչը փայտի ուսին, սենց կռացած մի հատ երիտասարդ, որը իրան դրել էր Քրիստոսի տեղ, այդ նկարը ունեմ, կտեղադրենք, տեսանյութ ունեմ, որ 2018 թվականին Woman անձ, որը դեռ Մայր տաճարը վերանորոգման փուլում էր, բարձրացել էր Մայր տաճարի գմբեթ, փորձում էր խաչին կապել մետաղավարդ, որը էլի ռիտուալներով, ծեսերով, այլ բան է նշանակում։ Արանը մի արարը տես բանարը Չանը կդրմա խաչը Արա մի արարը Ոստիկանները էին հավաքվել փորձում են իջեցնել նկատի ունեմ այս ամեն ինչը նոր չի սրանք մշակված քաղաքականություն է որը բերել են ու այտենց ենթագիտակցության մեջ թափանցել գիտես ինչ եմ ուզում ասել հիշում ես 18-ից հետո 15 կարծեմ հա թե հենց 18-ին սկսվեց նոր Հայաստան նոր 19-20 այո այդ թվականին սկսվեց նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը այսպես ասած ես այդ ժամանակ էլ ամենայն անկեղծությամբ այդ ժամանակ ասում եմ 18-ի մասնակցած հեղափոխություն ռեժիմը գնաց այդպես էի մտածում իմ ազգը ուրախ է հեսա սաղով ինչ տարելա բերում են լցնում են գանձարան բյուջե վարկերը այն կարմիր գծերը այդ արագաչափ է դե որը ասեմ Արցախը Հայաստան է եւ վերջ այդ ամեն ինչը լինելու է մտածել ես չէ նաեւ որ տունը նստած խորոված կարտոշկայից պատվիրելու քեզ փոխարենը մանումենտի դղյակի բանալի են բերել որտեվ բոլորը այդ էին Չէ, ես այդքան դեբիլ չեմ։ Շնորհակալություն։ Բայց այդ ի՞նչ տպավորություն եմ թողել քո մոտ ես։ Չէ, այդ չեմ մտածել։ Ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը տեսնում եմ ես, բայց արագաչափերին, կարմիր գծերին, թալանը հետ տալու, այդ ամեն ինչին հավատացել եմ։ Ամեն ինչին։ Մի խոսքով։ Այդ օրերին շատ տհաճ էր ինձ, հիշում եմ, սենց նայում էի այդ կադրերը, որ գնում են կաթողիկոսին մոտ այդ բրջված է, զանգվածը։ Ես սենց մի տեսակ sense այլ եմ ասում մասնակցած մարդ անհարմարություն է զգում ինձ տհաճ էր ու ես հասկանում եի որ սխալ եմ ու տեղս չէի գտնում ու հիմա ինչի եմ ես ամեն ինչը պատմում որ այդ օրերին նույնիսկ երբ որ իրանք ունեին չգիտեմ 102%-անոց ռեյտինգ ազնիվ լինենք չգիտեմ 98%-անոց ռեյտինգ ունեին մարդիկ այդ օրերին նույնիսկ հայ ազգը չկանգնեց իր կողքը հայ ազգը կարմիր գիծը եկեղեցու չանցավ ֆիքսենք դա ինչ եմ դա հիմա ֆիքսել քեզ տալի այսօր եթե իրանց ռեյտինգը արդեն իջելա չգիտեմ քանի տոկոսին ու ինչ որ հարցումներ կան ասում են 13% իրանց այն օրվա եկեղեցու պատարակը կոպիտ ասած հա ֆեյք պատարակը ցույց տվեց որ երևի 3% բայց ամեն դեպքում ախպեր թող 60 լինի թող իրանց չգիտեմ երազած թվերը լինեն եթե նույնիսկ 98-ի դեպքում հայ ազգի համար կարմիր գիծը եկեղեցին Ես ուղղակի չեմ հասկանում։ Հիմա ինձ բացատրի, որպես ինձանից շատ ավելի կարդացած, խելացի եւ իրավաբան մարդ։ Ինչն է պատճառը, որ ինքը նորից փորձում է եկեղեցուն այտենց իջացնել։ Ինքը չի հասկացել, որ 98-ի դեպքում այդ կարմիր գիծա մարդկանց համար չեն գալու, չեն կանգնելու քո կողքը։ Չի լինելու նոր հայրապետ, այդ նոր Հայաստան շարժումը չեղավ, հիմա էլ չի լինելու հաստատ։ Ինչն է պատճառը։ Մի հատ ինձ իսկապես ես չեմ հասկանում, ինչի է ինքը նորից կպրճկվել եկեղեցուց։ Նայ, այդ նույն հոգեբանական սխեման է։ Եթե կհիշես, մենք շատ ավելի էմոցիոնալ արձագանքեցինք Բագրատ Սրբազանի ձերբակալությանը, քան արդեն Միքայել Սրբազանի խոսքը մենք որ ասում եմ մեր մասին չի, ես նկատի ունեմ հանրային ընկալմանը։ Սովորել ենք։ Այո, մկրտիչ
եպիսկոպոսի ձերբակալությանը ընդհանրապես գրեթե էմոցիոնալ չարձագանքեցինք ի համեմատություն Միքայել Սրբազանի։ Ոչ ինչ ոտ բան ես ասում։ Եվ հիմա Հասկացա ասածդ ու ոխավոր բան ես ասում։ Fake ծեսի օրը 12 հոգևորականի քնչական կանչելը ընդհանրապես գրեթե արձագանք չստացա, որտեղ շատ նեղ խմբով արձագանքեցինք մենք այդ փաստին ու հիմնականում այդ թեմայի մեջ շահագրգռված նկատի ունեմ գործով զբաղվող փաստաբաններն ու իրավաբաններն էին դրան արձագանքում, իսկ երեկվա Տեր Փարենի փորձել բերման ենթարկելու թեման ընդհանրապես մամուլում կորավ։ Մարդիկ զզվել են։ Մարդիկ հոգնել են, նույնիսկ կարմիր գծերի պաշտպանությունից, մարդիկ հոգնել են, հասկանում ես։ Այս մարդը եկավ ու ես չեմ կարող ընկարեմ իրանց ամբողջությամբ, որովհետև 7 տարի անդադար, լավ, եթե լինենք ազնիվ, 20 թվականի պատերազմից հետո կրկնակի անգամ ավելի արագությամբ էս ամեն ինչ, մենք անդադար օրվա ընթացքում այնքան այդ էմոցիաներ ենք ապրում, վատ, ստրեսային, որ ես երբեմն ինձ որ հարցում են, ասում են ինչ ես պայքարում, ինչ ես ուզում, ասում են քաղաքականություն եք մտնելու, պատգամավոր, ասում եմ լավ չեք, այն որ ինչ քաղաքականություն, ինչ պատգամավոր, ինչ պետական պաշտոն, ես ուզում եմ լինել մամա, Մոնթեի ու Լուսեի համար, առավոտը զարթնեմ, այդ անտերը չվերցնեմ, առաջինը բացեմ տենամ սպանած մարդ կա, դատած մարդ կա, ազատ խոսքի համար ինչ որ մեկին բռնե, չեմ ուզում դա անեմ, ուզում եմ ընդհանրապես վերցնեմ իմ երեխեքին բարի լույս անեմ, նախաճաշ պատրաստեմ, մի քիչ ավելի հեշտ լինի մեր կյանքը, բոլոր տեղից էր կյանքը շատ դժվար է մարդկանց համար։ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական պայմաններից ելնելով մարդկանց աղքատության մակարդակը չեմ ասում, գիտես ինչ լեվելի վրա է, մենք համարվում ենք ամենաաղքատ երկրներից մեկը ու շատ վատ է ամեն ինչ ու պլյուս դրան մարդը առավոտը զարթնում է փոխարենը մտածի օրինակի համար ոնց իր հացը վաստակի մտածում է իրա կողքի եկեղեցու քահանային բռնել են, այն մեկի վրա վիդեո են սարքել, այն մեկի վրա ձայնագրություն են սարքել։ Ինչի են տենց բարթացնում մեր կյանք։ Ուզում հասկանամ ատում են իրանք մեզ։ Այս լուրջ եմ հիմա հարցնում։ Մեզ ժողովրդին ատում են նաև, բացի նրանից, որ այդ action-ն են ուզում ստեղծեն։ Ուզում եմ քեզ մի բան հուշեմ, հիասթափստեմ, չնայած մենք անձնական զրույցներում հաճախ ենք դա քննարկում, այդ պատգամավոր Աննա Գրիգորյանն այնքան սիրուն էր այդ պահը ասեց իմ կարծիքով մի քիչ էլ անտաղանդ սրտիկ է ցույց տալիս, այդ անտաղանդ սրտիկը տեսնում ես որ այսօր նաև բլոգեր առողջապահության փոխնախարարին է տարածվել թե սա իրանց 2026 թվականի ընտրության քարոզարշավի սկիզբն է ու կտեսնես որ այդ սրտիկը դրա պատկերը դրա այդ ասոցիացիաները օգտագործել են որպես ընտրական սիմվոլներ։ Okay, Ռոբ, հարցը ուրիշ էր, ասում եմ ինչքան կարելի է մեզ պահել այդ վատ action-ի մեջ, դա լավ չի։ Action-ը իրականում լավ բան է, հա, որ դու անընդհատ շարժի մեջ ա լինում երկիրդ եւ այլն, բայց կլինի տենց շարժերի մեջ չլինի, կլինի ամեն օր եկեղեցական չձերբակալվի, ազատ խոսքի համար մարդիկ չձերբակալվեն, մեր sense ատելության այս ֆոնը մի քիչ իջնի, կլինի թե չլինի։ Բայց դա լինում է այն երկրներում, որտեղ օրինակ մեր մոտ սահմանության առաջին հոդվածում գրած Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական իրավական սոցիալական պետություն է։ Շատ։ Բոլոր այն երկրներում, որտեղ այդ սահմանության առաջին հոդվածի բառերը ֆիկցիա չեն, իրական են, այդ երկրներում այդ action-ը չկա։ Բայց ստեղել, նայ, մենք հիմա այս որ նկարահանում ենք, այս պահի դրությամբ դեռ շարունակում են 3-ամյա Տիգրանի փնտրտուքի աշխատանքները։ Գրիշ է սրանից 2 ամիս առաջ էլի 3-ամյա Տիգրան էր կորել ու հիշում ես ամբողջ համացանցը այդ երեխու նկարներն էր, բոլորը ինչ որ սրտաճմլիկ բաներ են գրում։ Արձագանք չկա համարյա, շատ քիչ մարդկանց մոտ այդ լուսանկարները տարածվում։ Սովորում են մարդիկ։ Ոչ ողնալու բան ես ասում։ Վայ, Ռոբ, շատ վախենալու բան ես իրականում ասում, շատ։ Այդ իրականում երևի մասնագետներն աշխատում, որոնք իդեալական տիրապետում են հայ ազգի հոգեբանությանը, ընդհանրապես հոգեբանությանը, ենթադրում են քաղաքական առումով, ու կարողանում են ճիշտ աշխատել, որտեղ նույն Մայր Աթոռի զանգերը խփեց, քանի հոգի կար այդտեղ, երկրորդ անգամ խփել։ Ես ու դու կայինք այդ ամենակարևորն է։ Ամեն մեկս մեր ամենակարևորն է, նկատի ունեմ ամեն մարդ իր անունից պետք է խոսա։ Այո։ Ես երբ որ գնացել էի Մայր Աթոռ, նորից եմ կրկնում, ոչ մեկի համար չէի գնացել կանգնել։ Ես գնացել էի կանգնեի Մոնթեի Լուսեի ապագայի համար, որովհետև Մոնթեն ու Լուսեն պետք է ոչ թե իսլամական, ոչ թե ինչ-որ ուրիշ կրոնական բաների պատկանեն, այլ քրիստոնյա մեծանան, դա դեռ իմ ընտրությունն է, երբ որ իրենք շափահաս կդառնան ու էդ էլ դաստիարակությունից է գալիս, այսինքն եթե դու քո երեխուն նենց ես դաստիարակում քրիստոնեական արժեքներով, ես դժվար թե մեծանա որոշեսի չէ, լավ չի ամեն ինչ։ Դաստիարակությունն էլ է մեծ բան ու տանից առաջին հերթին։ Ես գնացի կանգնեցի, որ իմ երեխան ունենա ինքնություն, ունենա արժեք ու ես խնդրում եմ
ես շնորհակալ եմ բոլորին, այն ազգի, այն իմ հավատավոր մարդկանց, հավատավոր իմ ազգին, ովքեր որ չէին գնացել կեղծ պատարագի, այդ օրը ես Սուրբ Աննա եկեղեցում էի ուտենում էի, եկեղեցին լեփլեցուն է, ինչպես միշտ գիտես Սուրբ Աննային պատարագը շատ sense դրսով, ներսով, որ դրսում դինամիկներ են դնում, այնքան մարդա ներսում լինում։ Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր եկեղեցու նկատմամբ ճիշտ ըմբռնում ունեն, գիտեն ինչ է իրանց համար եկեղեցին, գիտեն որ դա մեր պետականության ամենակարևորագույն ինստիտուտներից մեկն է ու հասկանում են, որ գնալ, կանգնել, կարգալույց եղած քահանայի պատարագին հաղորդություն ստանալ, դա իմ կարծիքով, իմ անձնական կարծիքով դա սրբապղծություն է եւ որի համար պատասխան են տալու մեր սերունդները։ Ու ցավոք ձեր սերունդները նաև մեր սերունդներն են լինելու։ Ես ամենաշատը դրանից եմ վախենում։ Այն օրը մեկը գրել էր, «Էս ինչ են անում, ախր չեն հասկանում, որ սխալ են, բան ասում եմ, ինչ են անումը մի կողմ։ Իրանք չեն հասկանում, որ իրանց երեխեքը, սերունդները պատասխան են տալու այդ ամեն ինչի համար։ Ոնց որ ազնիվ լինելու համար ասեմ, իմ համար այն մարդիկ, ովքեր բյուջեից թալանած փող ունեն, ուզում են լինի նախքին, թե ներկա, վաբշե կապ չունի իմ համար։ Իրանց երեխեքը, իրանց սերունդները նույնպես պատասխան են տալու ամեն այդ թալանի համար, որտեվ քո եկեղեցին, քո երկիրը, քո հայրենիքը դա պիտի լինի կարևորագույն տեղում ու եթե դու դա չես ընկալում ով ուզում ես դու դա եղի ով ուզում ես նախքին ներկա թե ապագա եթե դու այդ ընկալումը չունես քո հայրենիքի նկատմամբ քո եկեղեցու նկատմամբ քո պետականության նկատմամբ նշանակում է դու նորմալ մարդ ես եւ դու չես մտածում քո ապագա սերունդների մասին հիշեցնեմ մեզ նայողներին չնայողներին թաքուն նայողներին նայող չլայքողներին այն ինչ տեղի ունեցավ Հովանավանքում դա քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքա եւ վեհապարի կողմից, եկեղեցու կողմից հովանավանք գործունված նոր հոգեվորականների ներջ չթողնել եւ այլն, սրանք քրեական հանցագործություններ են։ Այս հանցագործությունների մասին հաղորդում գլխավոր դատախազություն ներկայացվել է։ Չհարուցվի հիմա քրեական գործ, որովհետև գլխավոր դատախազը գիտենք եղել է վարչապետի նախին օգնական եւ գիտենք ոնց են քրեական գործերը հարուցում։ Հարուցվի ընթացք չտրվի, ամենայն դեպս այդ հանցագործության վաղեմության ժամկետը այնքան է, որ այս իշխանությունները հավերժ չեն։ Դրանից հետո այդ քրեական գործերը առաջ են գնալու։ Չնայած մենք խոսում ենք եկեղեցու մասին, այստեղ միջև օրենքների Աստծո օրենքը կա, այո։ Թողինձների արտադատության ռահվիրանները, մեր դասախոսները, պրոֆեսորները եւ այլն, բայց այստեղ ավելի շատ բարոյական օրենքներ են եւ այս դատաստանը, եթե քրեական օրենսգրքով չկա, Աստծո առաջ միևնույնն է լինելու։ Ես ուզում եմ որ բոլորս հասկանանք, որ լինես դու իրավաբան, դատավոր թե դատախազ, եթե դու քրիստոնյա ես, դու չես կարող օքեյ լինես այս ամեն ինչի հետ։ Այդքան բան։